Ջավախքում հարսանիքների սեզոնը մեկնարկում է նոյեմբերին եւ ավարտվում ապրիլին։ Հարսանիքների հիմնական մասն անցկացվում է հենց ձմռանը, եւ նույնիսկ ջավախյան ցրտաշունչ եղանակը չի խանգարում տեղի բնակիչներին կազմակերպել իսկական ջավախյան հարսանիք։ Հատկապես կովկասյան ազգերի համար առաջնային եւ կարեւոր նշանակություն ունի ընտանիքը։ Օրինակ հայերս մեծ նշանակություն ենք տալիս նոր ընտանիքի ստեղծմանը։ Այն սկսվում է հարսանիքից, որը պետք է անպայման անցկացնել մեծ շուքով։ Հայկական հարսանիքն ուղեկցվում է խնջույքներով, երգով, պարով, զվարճանքով։ У него в своей жизни один раз получается свадьба, и хочет, не хочет, должен вертиться и это сделать как-нибудь. Не остаться от жизни. Ну, все такое на память останется один день, который человек семью создает. Зависит от кармана. У него какой доход. Человеку надо угасить, так все должно быть на столе, допустим, да? А если нету, что сделать? Ну, в маленьком круге делают. У кого больше есть, на большом ресторане где-нибудь гуляют, а так потихаря. Ժամանակները փոխվել են եւ դրա հետ մեկտեղ փոփոխության են ենթարկվել հարսանեկան ավանդույթները, սկսած ծիսակատարություններից մինչեւ կերակրատեսակներ։ Այժմ հայկական հարսանիքներն ավելի շատ նմանվում են եվրոպական հարսանիքների՝ ֆուրշետներ, ճոխ զարդարված սեղաններ, շքեղ զգեստներ, որի ֆոնին էլ հայկական ու ավանդականը կամաց-կամաց վերանում են։ Ես հասկանում եմ, որ ինտերնետը ամեն ինչ մի քիչ մարդկանց բան է անում, փոխում է։ Իրենք սովորեն հարսանիքները կազմակերպել ինչ որ եվրոպական ստանդարտներով, եսիմինչ, բայց մոռանալով մեր մշակույթը, մեր ավանդույթները, մեր ծիսակարգերը, որ ասենք չեմ ասում առաջվա նման ինչ որ ծիսակարգեր անել, բան, ասենք, այդ ամեն ինչը կազմակերպելը մի քիչ դժվար է, բայց որոշ այդ մեր ծիսակարգերը պահել, կատարելագործել ժամանակակից ձևով ներկայացնել, դա շատ սիրուն, հաճելի բան է, ասենք, ոգեշնչող առիթ է, էլի, միջոցառում է։ Դրա համար էլ որ լավ կլինի, որ մի քիչ մենք սկսենք սթափվենք ավելի ճիշտ, հասկանանք, որ մեր հայկականը, այն հինը ճիշտ է, հնական ձևով ունենանք այդ բազան, հիմքը, հնական բանը, բայց հիմիկվա ժամանակով ներկայացնենք, ասենք անունները թողենք միշտ, շեշտենք այդ ամեն ինչը, այդ ծիսակարգը, ամեն ինչը, որ սիրուն է, էլի, չգիտեմ, այն որ ասում են եվրոպական ձևով, ես չգիտեմ ինչ ձևի են հարս մտցնումներ, եսիմ ինչ պսակադրություններ, եսիմ ինչ ֆուրշետներ, օքեյ, անենք, բայց ասենք կարելի է այդ ֆուրշետները, ասենք ոչ թե ֆուրշետին դնես բրուսկետա իտալական, բայց դնես հայկական փոքրիկ գաթաներ, հայկական թխվածքաբլիթներ, հայկական զարդանախշերով, հայկական ինչ որ մի բանով, որ մենք էլ մեր հայկական ֆուրշետը դնենք, ասենք, այդենց ֆուրշետ բառը շատ դե տարածված է, գիտեք ինչ, մեկը որ անում է, մեր մոտ էսենց գնում է այդ բանը, process-ը, սա ես ինչով եմ պակաս, որ չանեմ։ Հետո էլ դե հասկացանք մեր այդ հին հնադարյան բաները, հնադարյան չէ, այդ հնադարյան բանը կարող ենք մենք ժամանակակից ձևով ներկայացնենք։ Դրա համար էլ կարևոր է, որ սիրենք, հարգենք, պահենք, փոխանցենք սերնդից սերունդ, որ չոչնչանանք, որտեղ կարևոր է դա, եթե մենք մեր մշակույթը կորցրեցինք, ուրեմն մենք կորցրած ազգ ենք։ Եթե վերադառնանք մեր նախնիների հարսանեկան արարողություններին, կտեսնենք մեծ տարբերություն։ Այժմ չկա երեկորյա խնջույք, մսացու մորթելու արարողություն, հարսանիքի հաջորդ օրը խաշի սեղան։ Հին ավանդույթներն ինչքան էլ պահպանվեն, ժամանակակից ծեսերը գերիշխող են։ Հիմիկվա հարսանիքները ճիշտ է, շատ փոխված են, ինչի են փոխվել, որովհետև հիմի առաջ եկան մեծահարուստներ, ովքեր որ հնարավորություն ունին, տարբեր ձև ինչ որ ուզենան այդ ձևի հարսնիք կենեն, մեգելոնք է ունեցող չունեցողն իրենց կենթորինակ է, որ իրենց հարսնիքն այդ ձևի ալի։ Ինտերնետ կա տեսնինգը, մեկը մեկին տեսնինգը, իքը համացանցով տեսնինգը, գուզեն որ իրենց հարսանիքն այդ ձևի ալի, այդ որ համար է հիմի հարսանիքները դարձել են շոուի պես, որ մեկը մեկեն ետ չմենա, բայց հիմիկվա հարսանիքներուն ոչ այդ կամ մեծ ծախս կտեսնին իրենք ուդելիքի կապակցությամբ կեսը մենա փեչանակը, հետիք առաջի հերթին, հետի այդ պայթուցիկները կարնեն դահլիճի մեջ, հետիք ժողովրդին համ
գալխացավանք այդ համ ձեները, համ այդ ծուխը հարսանիքներում մեջ առաջ երաժշտությունը 3 հոգի էին 3 հոգով այդ երաժշտությունը ողջ հիմի շատացել են ձենը ուժեղ է չգիտեմ ինչ կերկեն ինչ կնավակեն իրենք խաբարչեն ուժեղ ձենը իշքան է մարդիկ ասեն որ քիչմ կամացուցեք որ մարդիկ նստել են մեկը մեկին խոսեն գիմանան անհնար է ուդելիքը մի քիչ են մարդուն ստամոքսը իրեն բեռոնսկին չափ է 4 ծևի ճաշկեն են նո բիտնունը գիտեն դիշկեն են գելի ասենք ավելնորդ բաներ շատ կա հետո կանչելը 3-400 հոգի մարդ կկանչեն այդ զալը լարացնելու համար որովհետեւ հա ծախսը փակվի որովհետեւ շատ ծախսեր են ները էդի գիրեն հերթին մեկը շապտվանը մեջ 3 օր հանդապավ ջերմ բարև տավեց բարևն արար հարսնիկ կկանչե հարսնավորները մեկը մեկին չեն ճանչել եւ ինչու համար եկե այդ ամուսնացողներուն բարեկամը բարեկամ չէ ճիշտ ամուսնությունը շատ լավ բան է այդտեղ այդ ամուսնության ժամանակ շահենգը 3 հոգի 4 հոգի կշահեն մնացածին բոլորը մեգելոնց համար ոբշեմ բացական երևույթ է շահողներն մենք գիտենք տվև կշահի առաջ երթին ցենք ամուսնացողները դիք բնական է եւ մեր 2-3 հոգի կշահեն մեր հարսնեստանը հիմիկվա բայց առաջվա հարսնեստանը բացականներն էր որ տանտերերը էլի շատ կտանիքեն են չարչրվեին համարյա իրենք այդ հարսնուց ժամանակ չէին ասենք ուրախանա այն ձևի որ հանգիստնացին էլի հարսնացը մասնակցային էդիկին կամ հարսնեստանը տեներում մեջ էր պարագաները ասենք հարսնած պարագաները չեր ճարվի այս անենան գայնեին որ գետնեին այնեին ճիշտ էդիկ դժվարություն այդ բացական կողմն է այն ժամանակ էր հիմի ճիշտ էդիկ դարական է որ ասենք կենենք այդ դալիճները ռեստորանները կենենք էդիկ դարական է որ մարդիկ այդման չեն չարչրվի բայց երևի բացականը ավելի շատ է 80%, քան տեսենք 20% է դարական բաներ կան։ Իմ կարծիքս այդ ման է հարցնեցնելն հանդեպ։ Հատկապես հայ ժողովուրդը փորձում է հնարավորինս պահպանել նախնիներից հասած ավանդույթներն ու ծեսերը։ Ինչքան էլ ժամանակները փոխվեն, ծնվեն նոր արարողակարգեր, հինը երբեք չի մոռացվի։ Այն կընթարկվի փոփոխության եւ կփոխանցվի սերնդեսերունդ։